Կենդանաբանական այգին իր դռներն այս տարի կբացի երեխաների պաշտպանության օրը հունիսի 1-ին ու կներկայանա լիովին նորացված։ Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքասյանի տեղեկացմամբ այգում լուրջ աշխատանքներ են տարվել։ Մենք հավակնություն ունենք այն դարձնելու տարածաշրջանի լավագույն կենդանաբանական այգին, շատ լուրջ ջանք եւ ուրեմն նվիրում պահանջող այս գործը կարծում եմ առաջին փուլը հաղթահարված է։ Հունիսի 1-ին այգու մուտքը երեխաների համար կլինի անվճար, այգին վճարովի կլինի կենդանավանդակների հատվածից սկսած։ Նախկինում հենց մուտքի մոտ էին տոմսը գնում եւ մտնում այգի, սակայն այժմ տոմսերը վաճառվելու են կենդանավանդակների հատվածում։ Պուրակի սկզբնամասն անվճար կլինի բոլոր այցելուների համար։ Արամ Սուքասյանն ընդգծեց, որ այգու մուտքի տոմսերի գները փոխվել են, թե որքան են պարզ կլինի միայն հունիսի 1-ին, բայց աշխատանքային օրերին ավելի էժան կլինեն, քան շաբաթ ու կիրակի օրերին։ Հունիսի 1-ին առավոտյան ժամը 11-ից Ազատության հրապարակը մանուկների համար կդառնա կավճանկարչության հարթակ։ Հաջորդի մարզական տոնահանդեսը, սպորտային մրցումները, ապա ավելի ուշ տոնական մանկական համերգային ծրագրեր ու խաղեր։ Սա Ազատության հրապարակում։ Հաղթանակ զբոսայգու եւ մանկական երկաթուղու ավելի քան 20 ատրակցիոններ առավոտյան 10-ից մինչև ժամը 2-ը երեխաների համար կգործեն անվճար։ Հյուսիսային պողոտայում կկազմակերպվի կերպարվեստի եւ ձեռքի աշխատանքների ցուցադրություն։ Մանուկների օրը կեզրափակվի Կարապի լճում հայկական մուլտֆիլմերի ցուցադրությամբ։ Լիաննա Ներսիսյան, ժամը լրատվական։